Տղեկ ես բաժակով էլ խմենք, Ասատրյանին իր նոր ծառայության մեջ հաջողություն։ Աղաս ջան, քեզ էլ ես քո նոր նշանակված պաշտոնում մաղթենք վերելքներ։ Իսկ վերելքները ինչով է պայմանավորված, բացահայտված գործերով։ Շատ գործեր բացահայտենք, եղբայր։ Ապրես Հրաչ ջան, ապրես։ Դե, ոնց որ Հրաչը ասեց, ես միայն մի բան ավելացնեմ, թող ինչքան հնարավոր է հանցագործությունները քիչ լինեն։ Թոշակի է ուզում ասնի։ Իսկան շուտ։ Արսեն ջան, քարի մարդկությունը կա, հանցագործությունները չեն պակասի։ Այնպես որ, պարոն գնդապետ ջան, աստղերդ շնորհավոր լինի, քեզ բարի ծառայություն, գործերին բացահայտում, դե գիտես մեր բաժնի կողմից էլ, այսինքն մեր դու շատ մեծ, շատ սիրուն, շատ վայ կիմանաս։ Չիպս կերեք, շատ համովար։ Մեր գործերն է, այսինքն խրխրտացնելով բացայտում։ Կարող եմ ներս գալ աղաս ջան։ Քո համար, պարոն գնդապետա։ Լավ տղեկ։ Արի կամերեն։ Ես լավ էլ տնավորվել ես աղաս ջան։ Դե ուզում եմ ասեմ լավ էլ արագ հարմարվել ես պարոն գնդապետ։ Ինչ որ կոնկրետ բան կա, հա, Կամարյան։ Դե կոնկրետ որն է, ուզում էի շնորհավորեի սրտանց։ Ուզում էի վստահ լինեի, որ սենց առաջվա նման սարի պես իրար կողքի կանգնած ենք լինելու, ուռու պես սենց առաջ ենք գնալու։ Կարած չկասկածես, ավելի լավ ենք աշխատելու։ Տղեկ ջան, ես շնորհակալ եմ ձեր վստահության ու շնորհավորանքների համար։ Իսկ հիմա բոլորդ անցեք ձեր գործին, բացի Հրաչից։ Հրաչ դու մնա խոսելու բան կա։ Ախ, ես լայմովը ոնց եմ սիրում։ Ես կարող եմ են գործով գնամ։ Հա, Կամարյան, մի ժամից կարող ես գնալ, բայց լավ հիշի, առանց իմպրովիզների։ Ասում եմ հաստատ հարամ չեմ անի։ Դուք ինչ եք կանգնել մնացել, գործ չունեք տղեկ, անցեք գործի։ Արսեն, ասա թող գան հավաքեն։ Լսում եմ։ Ինչ կողոս։ Ոնց խոսում եմ չեմ կարողանում պոչը բռնեմ։ Դե նորմալ է, այն որ Դավիթն է այդ տեսանյութը տարածել, դա փաստ է։ Բայց դե եթե չի ուզում դեռ խոսել, դու ոչ մի բան չես հասկանա։ Հա լավ, մի ամիս ինքնես հետևից ու ոչ մի բան։ Ինձ մեկ թվում որ ես ոստիկան չեմ։ Իսկ կարող եմ մտքիդ կարելի ակադեմիայից դուրս գալը։ Չէ, հաստատ չէ։ Դե որ չէ, ուրեմն ուրիշ բան մտածի։ Պապադ չզանգեց։ Չէ, ու արդեն մի շաբաթ է։ Ես ես զանգում եմ այդ համարով, անհասանելի է։ Կարող է բռնել են։ Կներես, չպետք է ասեի սենց բան։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես երեխա չեմ ու ամեն ինչ հասկանում եմ։ Ամեն որ բռնած լինեին, կասեին, կիմանայինք։ Կամ գոնե ոստիկանները ինձ կկանչեին։ Երեխեք, եկեք արագացրեք։ Ինչ եք քարացել, եկեք։ Ուր։ Լսարան, Բաքուն ցեսը հայտարարություն է անելու Ծյոմի ուսոնայի հետ կապված։ Զենքի հետ կապված։ Հա, եկեք, ավելի լավ միասին լինենք։ Հիմա ուզում եմ հասկանամ այս պահանջը։ Հրաչ, հիմա չեմ խաբելու քեզ ասեմ չէ։ Բայց այս ամեն ինչը իմ սրտով է։ Դու շատ լավ գիտես, որ Համլետը կանգնողը չի։
Դե մենք էլ իհարկե չենք կանգնելու։ Ու այս պարագայում ամենաճիշտը այն է, որ դու իմ կողքը լինես։ Բայց խորհուրդ հատու աղաս, ուրիշ բան չէիր կարա մտածեիր։ Ուր ես ուրիշ տարբերակ, ասա քննարկենք։ Իսկ հնարավոր է, որ ես գոնե մեկ-մեկ։ Մեկ-մեկ, 1000-ից մեկ, հրաչ, 1000-ից մեկ։ Ախր հրաչ ջան, դու չես կարողանում նորմալ վազես, չես կարողանալու պատերի վրայով թռնես։ Ու այդ դեպքում էլ համ քեզ ես տիրախ սարկում հանցագործների մոտ, համ ընկերներիդ։ Նարեկի օրինակը իշիների։ Նենց բաներ ես հիշացնում, որ ձեն չանեմ։ Լավ էլի հրաչ, ազնիվ չես։ Մեծ հաշվով ուզածը տեղավ։ Մնացիր համակարգում։ Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ այդ Համլետին վնասը զերծենք։ Առանց անմիջական մասնակցության։ Հրաչ հիմա ինչ ամեն ինչը նորից էլի սկսեմ, հա խոսել, կրկնել ամեն ինչը։ Չէ։ Մի շտապի, սպասի։ Ինչ էլի բան կա։ Հա։ Ուզում եմ այդ Ռաֆիկ Սանոսյանի հետ մի հատ էլ խոսես։ Մի ամիս է խոսում եմ, իմաստ չկա։ Ուրեմն իմաստը կա, որ ասում եմ հրաչ։ Այս գիշեր շատ կարևոր դեպք է եղել, շատ։ Ու հնարավոր է, որ դա ազդի Սանոսյան Ռաֆիկի վրա։ Ու ինքը սկսի խոսել։ Լավ, ես չեմ հասկանում։ Ով նստում է այդ կաբինետում, սկսում է պայքարին սիրել, հա? Արսեն ինչ պարզ ես մտածում։ Ստեղ հարցը սիրել չսիրել չի։ Համել ես մանկապարտեզ չի, ոստիկանությունը։ Նենց է որ պայքարը իր գործը լավ է կատարում։ Ու հազարատ գործ ունի։ Հո աղաս այդ գործերը չի վերցնելու ձեռից, իրան էլ դուրս անի։ Փաստը մնում է փաստ, որ պայքարը հանցավորության դեմ լավ է պայքարում։ Ավելին արեք աղբերական։ Նենց ես խոսում, ոնց որ խելքը գնում է պայքարի համար։ Հաստատ չի գնում։ Բայց եթե պայքարը իր գործը լավ է կատարում, ես իրավունք չունեմ իմ անձնականը խառնեմ գործի հետ։ Լավ արի քեզ կոֆե դնեմ, հանգստացի երբերս։ Այն քաղցրը չիպսերը ոչ մի բան չկա, սաղ տվի տարավ աղասը։ Էլի այդ գործանելու փոխարեն իրան անեկդոտ եք պատմում, հա, այս մանկապարտեզ, հա, չեմ հասկանում։ Լսի պայքար։ Պայքար։ Դուք տանը դուռ ունեք, չէ՞։ Ունենք։ Չգիտես ձևերը, որ պետքա թակես նոր մտնես։ Երբ որ ծերտուն մտնեմ կթակեմ։ Բայց սա ոստիկանություն է, մանկապարտեզ չի։ Միտումնավոր ես անում։ Լսի։ Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ներվ։ Դե ուրեմն շուտ ասա ինչի համար ես եկել ու գնա։ Հրաչուրա էլի վերևներում, հա։ Հա, վերևներում է։ Ասա ինչ պետք է ասես, որ գա փոխանցենք։ Չեմ կարա։ Ետ ինչի։ Դե որ ասեմ ընկերդ շատ կներվի։ Չափերը անցնում ես պայքար։ Լսի, ես իմ չափերը լավ գիտեմ։ Լավ։ Ես իջնում եմ ակադեմիա, գործ ունեմ։ Հրաչու որ կա, իր հետ կխոսեմ։ Ակադեմիա ինչ կա։ Ահա, տեսնում ես։ Տեսնում ես մարդը եկել է ոստիկանություն, բայց ուշք ու միտքը ակադեմիան է։ Իսկ ինչու։ Որովհետև երեխա է, ուզում է ուսանել, ուզում է դիպլոմ ստանալ։ Լավ էլի պայքար թող գնա։ Ստեսյուն։ Էս էլ քո պրոֆեսիոնալ պայքարը։ Դե հիմա ինչ պիտի անեն, ամենաշատը որ կարան անեն հեռացնելու են ու վերջ։ Ուրիշ ինչ պիտի անեն, հո չան դատելու։ Սենց հեշտ ես ասում։ Ախր շատ ես ուզում ոստիկան դառնաս։ Ու քեզ մեկա որ հեռացնեն։ Չէ, ապեր, մեկ չի։ Օր չկար հարցաքննություն չլիներ, կյանքներս կերան։ Էլ ուրիշ ոնց ասենք, որ մենք չենք։ Դե լավ, ծյոմ հարցաքննություն չէր, ուղղակի զրույց էր։ Դա ով խնդրում եմ, լիսուս մնա, ապեր հավեսը չունեմ հեչ։ Ես ուղղակի մի բան չեմ հասկանում։ Իմ ու Տյոմից զենքի սենյակ մտնելը նկարահանվել է, իսկ մեզից հետո մտնողինը չէ։ Դե կարող է մտնել եք ու անջատել եք կամերան։ Ձեռս առնում։ Մի րոպե կար։ Դավիթ, դու այսինքն կարծում ես, որ այդ զենքը Սոնան ու Արտեմն են գողացել։ Չէ, ես ինչ իմանամ ով է գողացել։ Որպես տարբերակ եմ ասում։ Կամ շատ հնարավոր է հոսանքի տատանում եղած լինի ու տեսախցիկներ ունենար խնդիր։ Դրամ էլ անջատվել է։ Չէ՞։ Դե խնդրում եմ, էլի հոսանքի տատանումները վերցրու այդ տարբերակների հետ էլ գնա։ Ինձ թվում է մենք բոլորս պետք է մի բան անենք, եթե Սոնային ու Տյոմին հեռացնեն։ Եվ ինչ եք պատրաստվում անել։
Տեղավորվեք։ Ինչ եք պատրաստվում անել, պատասխանի եմ սպասում։ Երկար եմ սպասելու Մեգի։ Մենք էլ դուրս կգանք։ Սա ընդհանուր որոշում է։ Բոլորդ համակարծիք եք։ Այսինքն բոլորդ որոշել եք դուրս գալ, եթե Արտյոմին եւ Սոնային հեռացնենք։ Այդպես է։ Պատասխանի եմ սպասում։ Հա, ես դուրս կգամ։ Ես չեմ հավատում, որ Տյոմն ու Սոնան կապ ունեն զենքի անհետացման հետ ու եթե պետք է անարդար հեռացվեն ակադեմիայից, ես էլ դուրս կգամ։ Լավ, Մեգի։ Ես քեզ լսեցի։ Մնացածը ինչ կարծիքի են, սպասում եմ։ Լսում եմ։ Որտեղ ես Կամարյան։ Գնա իմ աշխատասենյակ գալիս եմ։ Լավ։ Ժամանակ ունեք մտածելու։ Կվերադառնամ։ Ես մի շաբաթը մոռացել էիք ինձ։ Էս ինչ եղել էլի հիշել եք։ Դե մենք մոռացել էինք քո մասին, ես մի շաբաթ դու էլ ոնց որ լավ հարմարվել ես։ Չէ, մի հարմարվել եմ։ Սպասում եմ գործս մտնի դատարան, ինձ արդարացնեն, թողեմ գնամ։ Գնաս։ Ես ինչ երազանքների գիրքն ես ընկել, Սանոսյան։ Ուր գնաս։ Հանգստանալու։ Լսի, մենք ես ձերբակալել ենք այն ժամանակ, երբ դու ծառի մոտից թմրանյութ էիր վերցնում։ Այդ որ մի դատավորը քեզ կարդերացնի։ Ես ինչ իմանայի, որ էդի թմրանյութ է։ Ավտոյի մեջից տեսա փաթեթը հետաքրքրեց։ Այդ փաթեթի միջի եղածներից մի քանիսի վրա քո մատնահետքերն են։ Նորից եմ կրկնում։ Դու ավելի լավ է համագործակցես։ Այդ ժամանակ պատիժդ ավելի կթեթևանա։ Ես էլ ասի նոր բան կա։ Փաստորեն էլի նույն երգն եք երգում։ Նույն երգն եմ երգում։ Ուղղակի երկու տուն ավելացել է։ Գիտես, ես հասկանում եմ, որ դու հույսդ Համլետի վրա ես դրել։ Ես գիտեմ, որ դու Համլետի աջ ձեռքն ես ու մտածում ես, որ Համլետը քեզ տեղից կազատի։ Բայց մի բան լավ գիտեմ։ Համլետը երբեք չի վերադառնում այն տեղը, որտեղ պարտվել է։ Պարզա։ Համլետը նոր գործ է սկսելու։ Դե բնականաբար ինքը թմրանյութից չի հրաժարվի, բայց ինքը չի անելու այդ գործը։ Ինքը մարդկանց հանդիպացնելու է, պայմանավորվի։ Իրանք կանեն այդ գործը, ինքը այդ տոկոսները կստանա։ Նենց որ Համլետը մոռացել է քեզ։ Ինքը քո հետևից էլ երբեք չի գա։ Դու այդ պատիժը մենակ ես կրելու։ Բայց ով ասում, որ Համլետը նոր գործ է սկսելու։ Ինչ ես հավատում։ Փաստաբանիդ հարցրու։ Ինքը կճշտի քո համար։ Թանկագին հյուր է եկել Համլետի մոտ։ Քո փաստաբանը քեզ կասի այդ հյուրի մասին, թե հիմա Համլետը ում հետ է գործը սկսում։ Մեջդ վախ ընկավ, հա։ Այբ որ փաստաբանիցդ հարցնես, հարց ու փորձ անես ու իմանաս, այդ ժամանակ կկանչես ինձ, կնստենք, խոսենք ու համաձայնության կգանք։ Դու ժպտա։ Ու այ ստեղով էլ անցել է տղերք։ Չիլիզայի կանաչ գոտին։ Ճիշտ ես։ Ու դրանից հետո էլ մի քանի հոգի գյուղում են տեսել։ Մտել է խանութ, ուտելիք է վերցրել։ Բայց տարօրինակ է, որ տենց ռիսկի է գնացել։ Ադրենալինը խփել է գլխին, գնացել է։ Ճիշտ է, կա տենց բան։ Բայց ինչով ենք վստահ, որ ինքն է։ Դե այնպես չի, որ վերջնական որոշել ենք։ Խանութի աշխատողն է նմանացրել։ Դե 1000 անգամ նկարացույց ենք տվել, հայտարարություն ենք արել։ Այդ պետք է ճշտենք։ Իհարկե պետք է ճշտել։ Դու խանութի աշխատողի համարը վերցրեցիր, չէ՞։ Անպայման։ Աստորեն դրա համար էր պայքարը գնացել ակադեմիա։ Հա, բայց ինքը չի զրուցելու, մենք ենք զրուցելու։
Բա ինչու ես պայքարը։ Արսեն, մի համակարգում ենք աշխատում։ Հետո գործը իր վարույթ ուներ, եթե չես մոռացել։ Չէ, չեմ մոռացել։ Այ ապրեք։ Դե հիմա ուրեմն իջնում եք բաժին, այս իմացած բոլոր գործերը հավաքում եք, փաստաթղթավորում եք ու սկսում եք այդ մասով ինֆորմացիա հավաքել։ Եթե մենք Համլետի ու իր կապը գտանք, ուրեմն հենց ինքն էլ արել է։ Պարոն գնդապետ ջան, ինչ ես այդքան վստահ, որ Համլետի հետ է կապը։ Արեք, որովհետև այս մենակ կարար Համլետը կազմակերպեր։ Հետո դուք մինք մոռացեք, որ Ինտերպոլն էլ չհայտնաբերեց, թե որտեղ է ապրել, ով է օգնել։ Սրանք հարցեր են, հասկանում եք, որոնց պատասխանները պետք է գտնել։ Դե արեք տղերք, ժամանակ չկա, սկսեք։ Լսում եմ գնդապետ ջան։ Արսեն ջան, դու մի րոպե սպասի, հա։ Արեք դու սկսի, Արսենը հեսա մի րոպեից կգա։ Ես վստահ եմ, որ Սոնան ու Արտյոմը կապ չունեն այդ զենքի անհետացման հետ։ Բա էլ ինչն է խնդիրը։ Ժողովուրդ մի րոպե էլի։ Ես ու Սոնան բոլորից շատ շնորհակալ ենք, բայց ախր Ձոմ սպասի։ Համեգի, ես համաձայն եմ, որ երեխեքը ընդհանրապես կապ չունեն զենքի անհետացման հետ։ Բայց արդյոք մեր դուրս գալը ճիշտ որոշում է։ Որ իմաստով ճիշտ։ Այն իմաստով, որ դուք մտածում եք դրանից հետո ինչ-որ բան փոխվելու է։ Դուք կարծում եք, որ Բակունցը ներողություն է խնդրելու ու երեխեքին մեզ հետ վերադարձնի ակադեմիա։ Եթե վստահ եք, անենք։ Փուֆ, բայց Դավոն ճիշտ բան է ասում։ Այդ դեպքում դառնում է անիմաստ քայլ։ Երեխեք իրոք անիմաստ քայլ է։ Իսկ կարող ենք մի անգամ էլ փորձենք Բակունցի հետ խոսել, հենց ջան։ Էլի։ Ես կխոսեմ այս անգամ։ Բայց դու ինչ ես ասելու։ Այն ինչ տեղ քննարկել ենք։ Հա ինչ։ Ասել եմ, որ մենք ամբողջ կուրսով պատրաստ ենք կրել պատիժը, եթե իհարկե դա կօգնի Սոնայի ու Արտյոմի վիճակը մի քիչ թեթևացնել։ Բայց կնշեմ, որ ոչ մեկս չենք հավատում, որ երեխեքը կապ ունեն զենքի անհետացման հետ։ Ես համաձայն եմ գնդապետ Մամիկոնյանի հետ։ Ահա, շատ լավ է։ Ես կարող եմ մի հատ։ Ոչ չես կարող։ Չհասկացա։ Ինչը չհասկացար։ Ես կխոսեմ Կարենի հետ, որից հետո կարող ես ուղեկցել ոստիկանություն։ Բայց մի դիտարկում չհամարձակվեք ճնշել երեխային կամ Կներեք Տիկին Բակունց, ես չգիտեի, որ զբաղված եք։ Ես կսպասեմ։ Զբաղված չեմ։ Ներս արի։ Պարոն կապիտանը դրսում կսպասի։ Նստիր։ Լսում եմ Կարեն, ինչ ես եկել։ Ես եկել եմ կուրսի անունից։ Հասկացա։ Դուք բոլորդ միասին որոշել եք, որ դուրս եք գալիս ակադեմիայից, ճիշտ է։ Այո, եթե դա կօգնի Սոնային ու Արտյոմին։ Ու ամենակարևորը… Այսինքն դուք հավատում եք, որ Արտյոմը եւ Սոնան կապ չունեն զենքի անհետացման հետ։ Ճիշտ այդպես։ Ինչ եք մտածում Տիկին Բակունց։ Գիտես ինչ մտածում եմ, հարցս այնպես ձևակերպեմ, որ դու ստիպված չլինես ինչ-որ բան թաքցնել։ Ինչ նկատի ունեք։ Լավ, չի ստացվում։ Ուրեմն ուղիղ հարցս ուղեմ, վերջին անգամ երբ ես խոսել հորդ հետ։ Բայց ով ասեց, որ ես… Պարզ է, մեր խոսակցությունը չի ստացվում, անիմաստ է։ Լավ Կարեն, ուրեմն կապիտան Քամարյանը եկել է քո հետևից կուղեկցի քեզ ոստիկանություն։ Հորս հետ կապված ինչ-որ բան է եղել։ Տիկին Բակունց, խնդրում եմ ասեք, եթե ինչ-որ բան գիտեք, ասեք։ Կաղա բռնել են։ Կամ ինքը չի ենթարկվել կրակել են։ Ջուր խմի Կարեն։ Հանդարտվիր։ Այսօր գնացիր հազար։ Խմի։ Մի բաժակ ջուր խմիր։ Հանդարտվիր։ Եթե ինչ-որ բան լիներ, ինձ կասեին։ Ոչինչ չեն ասել։ Ինչ-որ շարժ կա, այո։ Հենց դրա համար էլ քեզ կանչում են ոստիկանություն։
զրուցելու համար։ Հասկացա։ Կամարյանը միջանցքում քեզ է սպասում։ Լավ։ Շնորհակալ եմ։ Կարեն։ Եթե զրույցի ընթացքում ճնշվեցիր, նեղվեցիր, կասես, որպեսզի ինձ կանչեն։ Հասկացա՞ր։ Հասկացա տիկին Բակոնց։ Շնորհակալ եմ։ Ազատ ես։ Դե մի անգամից այդ ամեն ինչը ստացվեց։ Այն թմրանյութի գործով ահագին բացահայտումներ եղան, դե Ասատրյանին տարան ուրիշ աշխատանքի, ինձ էլ բերեցին ստեղ ու պլյուս ուսադիրներից աստղ ավելացավ։ Մի խոսքով, հիմա որ գնամ տուն, ու այս ամեն ինչը Սիմային պատմեմ, ասելու է բանավերը սուր է։ Հասկանում ես, մենք գործն անենք, բայց նվերը ինքը ստանա։ Ու այդ գիտես ինչի համար է, որովհետև դիմանում է համ ինձ, համ համակարգին։ Հա, հասկանում եմ։ Հիմա ասածս ինչ է Արսեն ջան։ Նախորդ օրը նկատեցի, որ դու ու Նարեկը օնլայն չուր բան եք ուզում պատվիրել Նարեկի հերթական ընկերուհու համար։ Հա, հիմա հասկացա։ Հա։ Գիտես, քանի որ ես ժամանակ չունեմ, այդ իսկը իմ համար է։ Հիմա մենք կարող ենք այդ կայքից նայել, ինչ-որ բան պատվիրել, որովհետև դու շատ լավ գիտես, ես այս կայքերից գլուխ չեմ անում։ Հա, ոչ չեմ կարա։ Հիմա։ Ուրեմն մտնում եմ ֆոժոյի մի կայք։ Այստեղ տարբեր տեսակի նվերներ կան։ Ու իդեպ, կարան միանգամից առաքեն ձեր տուն, կամ ասենք բերեն այստեղ, դու տանես տուն, կամ տանեն Սիմայի աշխատավայր, ոնց դուք ուզես։ Հա։ Այդ շատ լավ է։ Դե մի հատ մտի տեսնենք, ինչ կարելի է ընտրել։ Դե, ասենք, քաղցրավենիք, տոր, ծաղիկներ։ Ծաղիկները շատ լավ տարբերակ է։ Շատ լավ։ Չէ։ Այս չէ, Արսեն, այս չէ։ Այս Սիմայի սիրած ծաղիկներն է։ Պատվիրեմ։ Պատվիրի։ Մենակ ասա հասցեմ որտեղ նշեմ։ Արսեն, արի թող տանեն Սիմայի աշխատավայր։ Դե կանայք սիրում են, չէ՞, որ տենց նվերներ են ստանում աշխատավայրում։ Էս եղավ։ Էլ ինչ կուզես։ Այստեղ օրինակի համար տարբեր տեսակի նվեր քարտեր կան։ Չգիտեմ, օրինակ մեքենա վարելու դասընթացների, զարդերի, սպա, գեղեցկության սրահ, տարատեսակ խանութներ, մինչև անգամ արշավների ու մաքրման ծառայության։ Լավ։ Դե արի գեղեցկության սրահի քարտն էլ պատվիրենք։ Դե զարդը թող մնա ավելի ուշ, որովհետև սա շուտով ծնունդն է Սիմայի։ Ճիշտ չկա։ Վերջ, ծաղիկների հետ միասին կառաքեն աշխատավայր։ Այ, ապրես Արսեն ջան, ես ինչ լավ բան էր։ Ոայ, նստած այդ տեղը պատվիրում ես, վճարում ես, ուրիշ բան պետք չի, ոչ ընկնում ես խցանումների մեջ, ոչ գնում հասնում ես իրանց մոտ, իրանք բերում, հասցնում են քո ուզած տեղը։ Ապրես։ Խնդիր չկա։ Ես ազատ եմ արդեն։ Ահա, գնա հասին Արեկին օգնի։ Ոստիկանը դե որ միշտ գալիս է պապայի հարցերով իրա։ Լսի մեկի կարող է պապայիդ ասես մի բան իմանա։ Չէ, ինձ ոչ մի բան չի ասելու։ Բայց մի բան կմտածեմ, դու չխոսացիր, հետո չիմացար ինչի տարան։ Չէ, չասեցին։ Շարունակենք մեր Տիկին Բակոնց Կարենին
Կարենին հրավիրել են ոստիկանություն զրույցի համար, որը կապված վստահ եմ հենց վերադարձավ, ձեզ ամեն բան կպատմի, անցնենք ձեզ, չնայած կեսը ներկա չեն, գլխավոր հերոսներն էստեղ են, անցնենք Արտյոմին, Սոնային եւ ձեզ։ Նախ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում ընկերասիրության բարձր դրսևորման համար, որևէ մեկը կարող է դուրս չգալ ակադեմիայից, որովհետեւ ոչ Սոնան, ոչ էլ Արտյոմը չեն հեռացվում։ Մի պարզ պատճառով, որովհետեւ անմեղ են։ Միամիսը այդ այն պարզում փու։ Ինչ որ բան էիր ասում, Արտյոմ։ Չէ, ուղղակի շնորհակալություն եմ հայտնում Տիկին Բակունց։ Իսկ այդ դեպքում ինչի եք մեզ այսքան տանջում։ Եթե ասես տանջանքը որն է, կբացատրեմ։ Դե այսքան տանել բերել, բանման, հարցաքննել։ Տանել բերել, բանման, հարցաքննել չի, զրուցել է Արտյոմ, զրուցել է։ Դե մոմար ոնց։ Նստեք։ Ուրեմն պարզաբանում եմ։ Դուք արդեն գիտեք, որ մենք ստեղծում ենք իրավիճակներ, աշխատում ենք դրանց հետ, որպեսզի դուք պատրաստ լինեք ցանկացած իրավիճակի։ Սա դրանցից մեկն էր, հա։ Մեր գործում շատ կարևոր են մանրուքները։ Օգտագործելով առիթը, որ Սոնան եւ Արտյոմը առանց թույլտվության մտել են զենքի սենյակ, մենք փորձեցինք ստուգել, թե մեր ապագա աշխատակիցները ինչքանով են ուշադիր մանրուքների հանդեպ։ Շատ հետաքրքիր է, կմանրամասնենք Տիկին Բակունց։ Տեսեք, ես շատ բան ասել չեմ ուզում, սակայն առիթից օգտվելով ասեմ, որ վերջին երկու զրույցների ընթացքում Սոնան օրինակ հիշեց, որ երբ մտնում էին զենքի սենյակ, դռան վրա բանալի կար, իսկ երբ դուրս էին գալիս այնտեղից, բանալին չի նկատել։ Հավել եմ սրան, որ Արտյոմն էլ նկատել էր, որ այն պահին, երբ իրենք Սոնայի հետ մտնում էին զենքի սենյակ, հարկի մաքրուհին անմիջապես հեռացել է։ Ասեմ, որ շատ կարևոր է մանրուքները նկատելը, վերլուծելը, մտածելը, սակայն սա բավարար չէ։ Մանրուքները նկատելուց հետո դրանք պետք է դնել պարզապես կողք կողքի եւ կարողանալ ստանալ մի ընդհանուր պատկեր։ Եվ խորհուրդ եմ տալիս ձեր ամբողջ աշխատանքային փորձի ընթացքում երբևէ չմտածել, որ սա հնարավոր չէ, այսպիսի բան չի կարող լինել։ Մի պարզ պատճառով սա, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Անցնենք արդյունքներին։ Արդյունքում Սոնան ունի 10-ից 7 միավոր, Արտյոմը արդյունքում ունի 10-ից 8 միավոր։ Ասում ես այդ Ռաֆիկը խառնվեց իրար, հա։ Դու պիտի Ռաֆիկի դեմքը տեսնեիր։ Գույնը միանգամից փախավ։ Իսկ այդ նշանակում է, որ Համլետը ինչ-որ մի բան նախաձեռնում էր անել։ Ու Ռաֆիկը դրա մասին շատ լավ գիտի։ Հաստատ։ Բայց ինչ կապ ունի Համլետը Հակոբի հետ։ Ես այս մի քանի ժամը փորփրում եմ ու ոչ մի բան։ Աղասը դրա համար ասել է տողում բերեն ստեղ։ Աղասը չէ։ Գնդապետ Մամիկոնյանը։ Խոսելու է հետ, հա։ Փորձելու է ճշտի հասկանա այդ Հակոբի հետաքրքրություններից։ Շատ հնարավոր է այդ տղեն գիտի դրա մասին։ Այդ շատ դաժան այդ տղու վիճակը։ Ընդհանրապես չի ուզի իր տեղը լինեի։ Կներեք ինձ։ Ես ինչ է եղել մանկական երազանքին։ Կարող է սիրահարվել է։ Լավը նկատեցիր։ Դե ամբողջ օրը քեզ է տա։ Ինչ պիտի սովորի քեզնից։ Հա? Այդ էլ շնորհակալությունը։ Լավում է սիրահարվել։ Ասեմ, մեր շեֆի աղջիկը։ Աղասի։ Աղասը գիտի դրա մասին։ Հրաչ։ Մենակ ես ու դու գիտենք ու ինքը։ Ոչ
Ոչ մի քիչ ասես։ Նարեկ, այս երկաթի ոտով կտամ գլխիդ։ Դե մենակ եմ, որ հիմա այստեղ է ու պապայիդ հետ է խոսում։ Հա, բայց իրա պապայի հետ է չէ կապված։ Դե հա։ Արսեն, իսկ իրա պապայի հետ հո բան չի եղել։ Չէ, Մեգի, բայց կներես ավել բան չեմ կարող ասեմ։ Լավ, ապրես, մեկ էլ մի բան։ Կարենին չեն ձերբակալի, չէ։ Չէ, դե գոնե հիմա հաստատ չէ, ընդամենը զրուցում են։ Հասկացա։ Լավ, ապրես շատ։ Կզանգեմ հետո։ Լավ, բայց չմոռանաս, որ պիտի զանգես, խոսալու բան ունենք։ Ինչի մասին։ Ինչի չէ, իմ ու քո։ Հա, լավ։ Հա, հիմա ոնց ես։ Հա, շնորհակալ եմ։ Ուղղակի անընդհատ մտածում եմ հորս մասին։ Հարց, հասկանում եմ Կարեն ջան, բայց դու կարող ես հանգիստ լինել, հորդ հետ ամեն ինչ նորմալ է, ասեմ քեզ ավելին, ինքը Հայաստանում։ Ոնց Հայաստանում, բայց ինքը տուն չի եկել։ Իսկ դու ոնց ես պատկերացնում իրա տուն գալը։ Հա, հասկանում եմ, հետախուզման մեջ է, բայց… Դե ուզում ես ասես, որ ինչ-որ մի կերպ իմացտար, որ էստեղ է։ Դու հանգիստ եղի, երբ որ ինքը տեղավորվի, կփորձի քեզ հետ կապվի։ Ու որ խնդրեմ, այդ ժամանակ դու էլ մեզ հետ կապվես, չես կապվի, չէ՞։ Ճիշտ եմ, Կարեն։ Մեգի! Վախեցա, վայ։ Ուֆ, ինչ-որ թաքուն բանի հոտ է գալիս, լսի։ Թաքուն բան ես արել, Մեգի։ Կարենի պահով էի զանգել, ինչ թաքուն բան։ Լսի, իսկ որ պետք է լինում ոստիկանությունից ինչ-որ բան ճշտել։ Ում ես զանգում, հա։ Քեզ ինչ։ Ոստիկանը իր աղբյուրը չպետք է բացահայտի։ Ապրես։ Լսի, իսկ քո այդ աղբյուրը ինչ-որ բան ասեց։ Դե նույնը ինչ Բակունցը։ Ասեց հոր հետ բան չի եղել, բայց զրույցը հոր հետ է կապված։ Հարցրել ես, երբ բաց կթողնեն։ Երբ զրույցը ավարտվի։ Շատ լավ է, իսկ կարող եմ այդտեղ գնանք։ Համեն քանի Կարենը մեր հետ չի, իր տամբա կհասկանանք։ Եթե միտեղ գնալը հաց ուտելն է, ես համաձայն եմ։ Չէ, բայց մի վարքյան, ինչ եղե Կարենի տամբով։ Դե դու գիտես, որ հարկադիրը տունը վերցրել է։ Հա, էդ, ես էլ մտածեցի կարող ուրիշ պահ կա։ Չէ, ուղղակի ուզում ենք հասկանանք, ուր պետք է Կարենը ապրի։ Ապեր, կարող է դու էլ գաս։ Կգայի մեծ սիրով, բայց չեմ կարա։ Դու գնացեք, բայց իմացեք, ձեր հետ եմ։ Հաստատ։ Ավելի հաստատ չի լինում։ Ապրես։ Այս նոր տարածք, հա? Խմելու բան կա, գնա խմի։ Չէ, շնորհակալ եմ։ Գնա։ Հա, նոր եմ վերցրել։ Ասեցի մի քիչ խաղալ սովորեմ։ Ինչի չգիտեիր։ Վերջին անգամ չեմ հիշում, երբ եմ խաղացել։ Թող մնամ ես անգամ։ Հիմա մի քիչ օգնած եմ։ Հա, ոնց ասես։ Բայց ոնց որ մենակ էլ չի, հա։ Հալը խոսանք։ Որտեղ է մնալու։ Իջի ներքև տղեկի քեզ կդիմավորեն։
Ամեն ինչի համար շնորհակալ եմ, մնացածը։ Մնացածը առավոտ։ Հակոբ իջնում, դու գիտես ինչ պետք է անես, վերջացնես կզանգես։ Քեզ կոնկրետ ինչ է պետք ապար։ Իրա մասին ցանկացած բան։ Այսինքն կոմպրոմատ։ Դե գիտես ոնց։ Ուզում եմ թույլ կողմերը իմանամ։ Եվ մի բան էլ ասեմ քեզ, եթե երբևէ քո կյանքում քայլ անես դեպի քրեական աշխարհ, անցագործ աշխարհ, նկատի ունեցիր, որ ետդարձի ճանապարհ չկա։ Եվ սա ինձ այնպես խոսքեր չէ։ Տիկին Բակոնց, եթե ձեզ չիմանայի, կմտածեի, որ նման քայլ արել եք։ Շաքիի տան մոտ պիտի հերթապահություն լինի։ Ու ինքը դրա մասին չպիտի իմանա։ Փաստը մնում է փաստ, որ Համլետը իմ համար չեղեկել։